Ախուրյան համայնքում բացվեց թվով 21-րդ մանկապարտեզը, այս անգամ Շիրակ բնակավայրում։ Սա է մեր նոր պարտեզը, կրթության օծախը, որ կրթվենք, դաստիարվենք, հայրենիքը պաշտպանենք։ Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանը, մարզպետի տեղակալ Արտուր Հովհաննիսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանի պատասխանատուներ հյուրեր։ Մուտքի պատիվը տրվում է Շիրակի Նռանե Մսուր մանկապարտեզի երեխաներին։ Նռանե Մսուր մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով 300 դպրոց, 500 մանկապարտեզ պետական ծրագրի շրջանակում։ Առհասարակ գյուղում մանկապարտեզ չի եղել, առաջի անգամ է գյուղում մանկապարտեզ բացվում։ Այս պահին ունենք 33 երեխայի թիմում, մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, մնացածը գյուղի երեխաները հաճախում են քաղաք, հույսով են բացվելու պես նոր ուսումնական տարում արդեն կհաջողեն իրենց գյուղի մանկապարտեզը։ Օնլայն դիմումները ընթացքի մեջ են, ձևավորվել է 2 խումբ՝ տարատարիք կրսեր եւ տարատարիք ավագ։ Սպասված էր, շատ ուրախ են բոլորը եւ երեխաները ծնողները առավել եւս։ Կրթությունը նաեւ այն միջավայրն է, որտեղ երեխան սովորում է սկսած շենքային պայմաններից մինչեւ մթնոլորտ ու յուրաքանչյուր մանրուք։ Բացման արարողության ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանը։ Մենք շատ ուշադրություն ենք դարձնում հենց մանկապարտեզից սկսված կրթությանը եւ վստահ ենք, որ այն սերունդը, որը մեծանալու է նման մանկապարտեզներում ու դպրոցներում, այդ սերունդի Հայաստանը լինելու է էլ ավելի լավը, էլ ավելի անկախ ու էլ ավելի ինքնիշխան։ Շիրակ բնակավայրը մինչ այս մանկապարտեզ չի ունեցել, գյուղի երեխաները կամ հարակից բնակավայրեր են հաճախել կամ դպրոցում գործող նախակրթարան։ Անչափ նախ շնորհակալ ենք մեր համայնքին, ընդհանուր կառավարությանը, որ այս գեղեցիկ մանկապարտեզ նվիրեց մեզ, մեր փոքրիկներին։ Բոլորիս կողմից շատ սպասված էր, պայմանները շատ լավ են։ Ախուրյան համայնքը այսքանով չի սահմանափակվում, առաջիկայում կբացվի եւս մեկ մանկապարտեզ, նշում է համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Մենք առաջիկայում բացելու եւս մեկ մանկապարտեզ Վարամաբերդ բնակավայրում, եւս 2-ը մեկնարկելու ենք շինարարական աշխատանքները արդեն կառավարության կողմից համաձայնությունները եղել են եւ մեկ մանկապարտեզ էլ կկառուցի Ղարիբջանյան համայնքում։ Շիրակ բնակավայրում 2021-ից 2023 թվականներին է կառուցվել շենքը 70 միլիոն դրամ արժեքով, որի 60%-ը կառավարության, 40%-ը համայնքի ներդրումն է։ 2023-ից 2024 թվականներին էլ 25 միլիոն դրամով կրկին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են շենքի բարեկարգման ու գազաֆիկացման աշխատանքներ։ Այս անգամ կառավարության 70 եւ համայնքի 30% համամասնություններով։ Կառավարությունն առանձին 19 միլիոն 318 հազար դրամ գումար է հատկացրել մանկապարտեզը նորագույն սարքավորումներով գույքով հագեցնելու համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Նորաձևության սահմաններում չէ այս հագուստի ցուցադրությունը։ Սովորական զգեստներն ու շապիկներն այսօր իրենց դիզայնով զարմացնելու համար չեն։ Սրանք խոսում են այն մասին, ինչ հաճախ չի տեսնվում ու չի խոսվում։ Գյումրու երիտասարդական պալատում անտեսված ցուցադրություն խորագրով ցուցահանդեսն է, որի շրջանակներում ներկայացվել է բռնության ենթարկված կանանց եւ երեխաների հագուստը։ Երբ որ մենք խոսում ենք բռնության մասին, բոլորը գայթակղություն ունեն բռնության ենթարկվածի դեմքը տեսնելու։ Բայց քանի որ մենք չունենք բավարար գրագիտություն եւ այնպիսի հասարակություն, որը կարող է պատշաճ կերպով վերաբերվել բռնության ենթարկվածին, մենք փորձեցինք մաքսիմալ մոտեցնել այդ պատմության հերոսին, հասարակությանը, ցույց տալով գոնե առնվազն հագուստի միջոցով, որ այդ մարդիկ իրական են, շոշափելի են, այդ պատմությունները մտածածին չեն։ Գյումրու երիտասարդական պալատը 2024 թվականից հանդիսանում է Շիրակի մարզի դատախազության անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով իրականացվող միջոցառումների ծրագրի մասնակից կազմակերպություն։ Ի կատարումը նշված ծրագրի նախատեսվել է այս ցուցահանդեսը, որն իհարկե անանուն է եւ կտևի 1 շաբաթ։ Երբ որ կա բարձրաձայնելու մեծ խնդիր, որպեսզի չկրկնվեն նմանատիպ պատմությունները, բայց մյուս կողմից էլ կա նաև պաշտպանվելու, տվյալ բռնության ենթարկված անձին պաշտպանելու եւ չթիրախավորելու խնդիր։ Սա շատ բարդ հանգույց է, որի մեջտեղում գտնվում է նմանատիպ կազմակերպությունները, ինչպիսիք մենք են։ Գյումրու երիտասարդական պալատ հողական գտնվելով Շիրակի մարզի դատախազության սույն ծրագրում առաջին իսկ տարին սերտ համագործակցություն ապահովեց, դա
լինել հեռախոսազանգերի տեսքով, լինել իրադրության տեսքով եւ շատ արագ ըմբռնեց, ընկալեց, թե ինչումն է խնդիրը, ինչումն է նպատակը եւ առաջին իսկ տարվա ընթացքում արդեն իրականացրեց ծրագրեր, որոնք ունեցան իրենց արդյունքները, մասնավորապես ունեցան 5 անձնական գործեր արվող, գաղտնի են այդ անձնական գործերի տվյալները, որովհետեւ անչափահասներին են վերաբերում, տվյալներ չեմ հրապարակելու։ Ծրագրի շրջանակներում երիտասարդական պալատը աշխատել է 5 երեխայի եւ դեռահասների հետ։ Աշխատանքներն հիմնականում անհատական մոտեցում են կրել եւ նպատակաուղղված են եղել շահառուների սոցիալականացմանը առանց վերջիններից թիրախավորման եւ դրական առանձնացման։ Աշխատանքային ծրագրի հիմնական մասը կրել է կրթական բնույթ եւ մոնիթորինգ։ Աշխատանք է տարվել նաեւ շահառուների ծնողների հետ երեխաների առավել հարմարավետ եւ արդյունավետ սոցիալականացում ապահովելու համար։ Համագործակցություններ եւս շատ են եղել այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Մեր կողմից կարող եմ ասել, որ 2024 թվականին կատարված մշտադիտարկումների արդյունքում մենք բռնության թեմայով ունեցել ենք 81 նույն գրավոր եւ բանավոր բողոք, որոնք իհարկե մեր կողմից ուսումնասիրվել են, կատարվել են պաշտպանի իրավունքների շրջանակներում իրականացվող ուսումնասիրություն։ Այս ծրագրի նպատակը ծրագրի շահառուներին թիրախավորման ցանկացած դրսևորումից ապահովագրելն է, ինչպես նաև կոտրել հասարակության մեջ տարածված ատելության խոսքն ու անտարբերությունը։ Մեզանից ոչ մեկը, ոչ դուք, ոչ ես, ոչ մեկս երաշխավորված չենք դառնալու 16-րդ պատմությունը։ Ու դրա համար խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուրս ամուր բռնենք իրար ձեռք եւ կարողանանք միասին պայքարել արատավոր երևույթների դեմ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Շատ են խոսում այն մասին, թե մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Այս հարցի մասին շատ եմ մտածել եւ այստեղ իմ եզրակացությունը հետեւյալն է։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը։ Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ, կարևորը ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր ապագա կա ապագա, շատ կարևոր է նաև ի վերջո պատասխանել այդ հարցին։ Լավ, մենք այդ կարգախոսը իրագործեցինք, թե չիրագործեցինք։ Կա ապագա, թե չկա ապագա։ Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդածության նյութ եւ այդ խորհրդածության արդյունքում ես եկել եմ հետեւյալ եզրակացության, ինչն է գործնականում նշանակում, որ կա ապագա եւ ինչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա։ Եթե կա ապագայի նախագիծ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա։ Եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք, որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է եւ այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա եւ այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր եւ այդ պարամետրերից կարեւորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք եւ ամբողջական հարևանների տարածքային միջազգայինորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը եւ դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը ճանաչելը։ Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին 7 տարիների պատմությունը հարգելի ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից
հաջողության եւ ոչ թե անհաջողության պատմություն է։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս առնվազն ես, որովհետեւ բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկը որևիցե տեղ եկեղեցու հետ, հավատքի հետ որևիցե խնդիր չունի եւ խոսակցությունը վերաբերում է հենց այն ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տարիներով, տասնամյակներով բոլորը խոսել են։ Այս մասին խորհրդարանում իր արտահերթ ելույթում ասել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի արձանագրում անելով։ Հավասարության նշան դնել եկեղեցու եւ Կտրիչ Ներսիսյանի միջև կամ քեռակնոջ միջև, դրանք անարդար բաներ են։ Եկեղեցում կան շատ ու շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակ ունեն։ Դե գործող ինչ-որ մարդ կա, որը որտեղ ղեկավար է, ոնց են երեկվա միտինգներին տարբեր կազմակերպություններից մարդկանց տանում, այտենց տիպում տանում էին, այտենց էլ շատ մարդիկ ստիպված պաշտոնի կարգավիճակի բերումով գնում են եւ ներկայացնում են դա որպես եկեղեցու դեմ պայքար։ Եկեղեցու դեմ որևիցե մեկը չի պայքարում, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր բոլորի եկեղեցին եւ դրա մեջ կասկած չկա։ Բայց այն մարդիկ, ովքեր որ առատավորում են, պետք է հեռանան եւ ես վստահ եմ, որ իրենք հեռանալու են։ Երեք պարոն Մինասյանը այստեղ ազգային ինքնության մասին էր խոսում եւ ընդհանրապես ազգային բառը շատ է սիրում ինքը, բայց եկեք հասկանանք այդ ազգային այնուամենայնիվ որն է այդ պատկերացումը, իրանց պատկերացումը եւ մեր պատկերացումը։ Մեր պատկերացման մասին մենք շատ ենք խոսել։ Դա ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունն է, իրական Հայաստանի Հանրապետությունն է, որով մենք անկախացել ենք եւ որով որ մենք ապրում ենք։ Պարոն Մինասյանի պատկերացումը դա 004 շրջաբերականի ազգային տարբերակն է, հա, գիտեք այդ շրջաբերականի մասին, կաշառակերությունն է, դա կոռուպցիայի եւ ֆեոդալական համակարգի երկիրն է, որտեղ կա ֆեոդալ, որը փող է ծախսում, երկիչ երկչույները փող են ստանում հարսանիքների ժամանակ, հələ մի քիչ էլ ավել են տալիս, հա, մնացածը ինչ որ միջոցառումներ են կազմակերպում, այն մյուսը աշխատանք ունի այդ ֆեոդալի հաշվին եւ այդ ֆեոդալական տենց պուճուր ֆեոդալիկների հավաքածու է, որը տենց իր մեծությամբ տենց որ երկիր է։ Այդ է արժեքային եւ բան համակարգը, իսկ իդեալի մեջ այդ ամբողջը համապարփակ, տենց ինչ որ պարփակված է մի մեծ ավելի հետաքրքիր պետական միավորի մեջ, մի հատ մեծ ինչ որ դաշնության մեջ եւ այլ։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է եկեղեցու խոսակցության մեջ, որ եկեղեցու կողքը կանգնած հայտարարած մարդիկ հիմնականում կաթոլիկ են եւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ են, այսինքն իրանք այնքան են կանգնած, որ այլ եկեղեցու ներկայացուցիչներ են եւ դրա մասին որևիցե մեկը չգիտես թե ինչու չի խոսում, բայց միևնույն ժամանակ այդ նույն անձնավորությունները, որոնք որ խոսում էին խմբակների մասին, որոնք հոխորտում էին Հայաստանի Հանրապետության հասցեին, հələ մի հատ պատկերացրեք, որ այն երկրում, որտեղ որ իրանք փող են աշխատում եւ բնակվում են, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, կես բերան մի հատ ասեին այն խմբակը, որ այսօր ղեկավարում է Ռ տառը, ասեին ինչ կլիներ իրանց հետ։ Ինչ կլիներ իրանց հետ։ Չէ, քանի վարքյան կտևեր, բայց Հայաստանում կարելի է ասել, չէ՞։ Հայաստանում դե ժողովրդավարություն է, Հայաստանում ինչ ուզում ես ասում ես, կարելի է ասել։
հետո կգան կհավաքվեն դատարանի մոտ եւ այլն։ Պարոն Գեգամ Մանուկյանը բանակից էր խոսում, պարոն Գեգամ Մանուկյանին եւ մեր գործընկերներին, որոնք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ որևիցե կապ ունեն, առաջարկում են բանակ բառը լսելիս ձև անել, որ իրանք դահլիճում չեն։ 2000-ից 2002 թվականին ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Սերան Օհանյանը առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր։ Այսինքն մի հատ ընդհանուր բուկետ էր sense մի հատ լավ։ Ես կարող եմ ժամերով պատմել, թե ինչ էր կատարվում մեր բանակում։ Ինչպես էին մի հատ սրիկա ոչնչություն կար, որ կանգնում էր ճաշարանի դռան առջև եւ ռետինե բանով, մահակով 18 տարեկան երեխաներին, ովքեր որ մտնում էին հաց ուտելու, հարվածում էր։ Ուղղակի էր հարվածում։ Ուղղակի հարվածում էր։ Ուղղակի երեխեք եկել էին հաց ուտելու։ Մի հատ ուրիշ ոչնչություն գիշերը որս էր կազմակերպում։ Զորամասը եւ քաղաքը բաժանում էր պուճուրիկ մի տարածք եւ գիշերը որոշ զինվորներ փորձում էին գնային քաղաք, հոկտեմբերյան քաղաք, ուշադրություն, ուտելիք հայթայթելու։ Պատկերացնում եք, ուտելիք հայթայթելու ամենայն պատասխանատվությամբ։ Իսկ այդ սրիկան դուրս էր գալի որսի, մի հատ այնց ջիպ մեքենա ուներ ու բռնում էր երեխաներին եւ ծեծելով բերում էր։ Իր համար դա զբաղմունք էր, ինքը իր բանը չէր կատարում։ Ինչ էին կերակրում, ինչ էին հագնում։ Այդ շորը, որ հագնում էինք, հանելուց հետո շորը տպված էր վրեքս։ Շորը վրեքներս տպված էր։ Այդ նаш բաները։ Իսկ խմելու ջրի մասին, լողանալու մասին ընդհանրապես չէ։ Ուրա Սերան Օհանյանը, ուզում եմ հասկանամ, ուրա առաջի բանակային կորպուսի հրամանատարը, ուրա Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարը, որ մեծ խոսում են, ուր են դրանք, Ռոբերտ Քոչարյանը, որ բերանը ծռելով մեծ խոսում է, ուր են, թող գան ինձ եւ հազարավոր այն զորամասը, որտեղ ծառայել եմ, ու չեպկայ ա եղել։ Եվ ամեն 6 ամիսը մեկ երեխեք են եկել գնացել։ Ուր են այդ դոլարավոր միլիոնատերները, թող գան ինձ պատասխան տար, ինչի են մեր ուտելիքը, ինչի էր բանի մեջ, ամանի մեջ լցնում էին եռացրած ջուր, կտրտած կաղամբ, կներեք որ պատմում են, բայց պետք է շփացնել էսի միլիոնատերների երեսներին, էլի։ Կտրտում էին, լցնում էին կաղամբ, կարտոֆիլ ու կիլկիվ տամատնամ սոուսի։ Եռացնում էին ու տալիս էին երեխեքին։ Իսկ հաց ստանում էինք 7-ից 10 օրը մեկ, այդ հացը փաթաթում էին թաց շորի մեջ, դուք պատկերացնում եք հացը 7-10 օր փաթաթված, ուր են սրանք, ուր է այդ հայրմեր չիմացող մարդը, որ մեծ փրթում է, գիտի իրա փողեր իրան փրկելու, հա։ Դատարանը հրապարակել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։ Դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը։ Գործարարին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Ինչպես արդեն հայտնել էին, քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վարույթը նախաձեռնվել է Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։ Ինձ համար մեծ պատիվ է զինվորական լինել։ Զինված ուժերում սկսել եմ ծառայել 2021 թվականից։ Ավագ լեյտենանտ Մխիթարյանն այժմ դասակի հրամանատար է։ Իր ենթակայության տակ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն են։ Ասում է, կուրսանտ հրամանատար փոխհարաբերության կայացման գործում կարևոր է փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Շատ ընկերական եմ նրանց հետ, որպեսզի թույլ տամ անկեղծանան, շփվեն, իրենց հարցերը ուղղեն։ Իրենք այսօր կուրսանտ լինելով ուսանում են, որպեսզի հետագային կարողանան զորքերում իրենց գիտելիքը, իրենց փորձը փոխանցել։ Գրագետ եւ հմուտ սպա լինելու համար առաջնային եւ թերևս ամենակարևոր պայմանը լավ կրթությունն ու աշխատասիրությունն է։ Գիտելիքը ուժ է, ուսումնառությունը կարևոր է մեր հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում եւ ուսումնառությունն է, որ մեր բանակաշինության այն կարևորագույն մեղն է, որի վրա պիտի անընդհատ զարկենք։ Մեծ պատասխանատվություն է դրված դասակի հրամանատարի ուսերին, անկեղծանում է ավագ լեյտենանտը եւ ավելացնում։ Պետք է հոգ տանել անձնակազմին, առաջին հերթին պատրաստական լինել նրանց եղբայրաբար կամ հայրաբար վերաբերվելու
հոգ տանելու ամեն հարցում։ Ամենօրյա շփումների եւ զրույցների ընթացքում էլ կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինեն մեր ապագա սպաները եւ ինչ հատկանիշներ են հարկավոր օրինակելի զինծառայող դառնալու համար։ Բանակը դա հասարակության հայելին է։ Մենք ինքներս հենց հասարակությունից եկած եւ ինտեգրված ենք այս ոլորտում զինվորական ասպարեզում։ Եվ եթե մենք չլինենք այդ կարգապահը, ամբից ու ամբասիր ծառայողները, ապա մյուսներից չենք կարող պահանջել կարգապահություն։ Կարգապահությամբ, նվիրվածությամբ եւ ամենօրյա աշխատանքով է ավագ լեյտենանտ Մարտին Մխիթարյանը փորձում օրինակ ծառայել իր ենթակա անձնակազմին եւ դրա համար ոչինչ չի խնայում։ Մենք զինծառայողներս ջանք չենք խնայում լինելու կուրսանտի զինվորի կողքին, ամեն ինչ անելու, որպեսզի նրանք չունենան այն հոգատարության կարիքը, չունենան որևէ դժվարություն ուսումնառության շրջանում եւ ինչու՞ չէ նաեւ այդ օրինակը ծառայելով իրենք կարողանան փոխանցել հետագա սերունդներին։ Իսրայելը եւ Իրանն արդեն 7-րդ օրն է հարվածներ են հասցնում իրար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է տարբեր վայրերից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։ Բնակչությանը հրահանգվել է ապաստարաններ մտնել։ Իրանական հրթիռակոծությունից Իսրայելի հարավում հիվանդանոց է խոցվել, պատճառելով լուրջ վնասներ։ Թել Ավիվին եւ Իսրայելի կենտրոնական շրջաններին հասցված հարվածներից առնվազն 40 մարդ է վիրավորվել։ Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ առաջին անգամ Իսրայելի ուղղությամբ արձակել է երկաստիճան ծանր հեռահար սեջիլ հրթիռներ։ Հակամարտության ֆոնին Թեհրանի բազմաթիվ բնակիչներ սկսել են հեռանալ մայրաքաղաքից։ Իրանում ինտերնետ հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Ըստ պաշտոնական մեկնաբանության դա արվել է թույլ չտալու, որ թշնամին սպառնա քաղաքացիների կյանքին եւ սեփականությանը։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Թեհրանին եւ Իրանում գտնվող այլ թիրախների նոր ավիահարվածներ հասցնելու մասին։ Իրանական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների եւ հրթիռների արտադրության վայրերի։ Թիրախավորվել է Արաքի ծանր ջրով աշխատող ռեակտորը։ Ըստ իրանական կողմի ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա։ Միջուկային օբյեկտի անձնակազմը նախապես տարհանվել է։ Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հակամարտությունը քննարկելու համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի անդամների հետ փակ խորհրդակցություն է անցկացրել Սպիտակ տանը, որից մանրամասներ չեն հաղորդվում։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Թրամփը եւս մեկ անգամ շեշտել էր. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Ես չեմ ցանկանում խառնվել, բայց 20 տարի, գուցե եւ ավելի երկար ասում եմ, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ նրանք մի քանի շաբաթից արդեն կունենային միջուկային զենք։ Թրամփը նաեւ ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել Իրանի հետ կնքել միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր, որը նրա խոսքով շատ մոտ էր։ Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը դա դեռ հնարավոր է համարում։ Գուցե դա դեռ կարող է տեղի ունենալ։ Նրանք ցանկանում են գալ եւ տեսնել մեզ։ Նրանք ցանկանում են ինձ հետ հանդիպել Սպիտակ տանը։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ այժմ նպատակն Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի հաստատումը չէ։ Մենք հրադադարի չենք ձգտում, մենք ձգտում ենք լիարժեք, բացարձակ հաղթանակի։ Եվ դուք գիտեք որն է հաղթանակը, ոչ մի միջուկային զենք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին աջակցության համար եւ նշել. Իսրայելը քայլ առ քայլ առաջ է գնում Իրանի միջուկային օբյեկտների եւ բալիստիկ հրթիռների ներկայացրած սպառնալիքը ոչնչացնելու ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հայտարարել է, որ Ցահալին հրամայվել է ինտենսիվացնել հարձակումները Իրանում ռազմավարական թիրախների եւ Թեհրանի կառավարական օբյեկտների նկատմամբ։ Իրանը բազմիցս հայտարարել է, իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ է հետապնդում։ Թեհրանը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւս մեկ անգամ հայտարարել է այդ մասին հավելելով. Իրանի գործողությունները միայն ինքնապաշտպանական բնույթ են կրում։ Նույնիսկ մեր ժողովրդի դեմ ուղղված ամենադաժան ագրեսիայի պայմաններում Իրանը առայժմ հակահարված է տվել միայն իսրայելական վարչակարգին եւ ոչ թե նրանց, ովքեր օգնում եւ խրախուսում են նրան։ Արաղչին միևնույն ժամանակ շեշտել է, որ Իրանը պատրաստ է հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցներով։ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը Վաշինգտոնի ներգրավվելու մտավախությունների ֆոնին կոնգրեսում քննարկումներ են սկսվել։ Դեմոկրատ եւ հանրապետական որոշ կոնգրեսականներ կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն չի կարող ներգրավել հակամարտությունում առանց կոնգրեսի համաձայնության եւ նման որոշման դեպքում Թրամփը պետք է դիմի օրենսդիր մարմնին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ավելի վաղ հայտարարել էր. Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական միջամտություն կհանգեցնի անդառնալի վնասների։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ նախազգուշացնում են. տարածաշրջանում ամերիկյան առնվազն 10 ռազմաբազա գտնվում է Իրանի հասանելիության սահմանում։
Ռուսաստանի նախագահը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է ուղիներ գտնեն հակամարտությանը վերջ դնելու համար այնպես, որ ապահովեն ինչպես Իրանի շահերը, այնպես էլ Իսրայելի։ Վլադիմիր Պուտինի խոսքով Մոսկվան խաղաղության հասնելու իր գաղափարները ներկայացրել է ներգրավված պետություններին։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին հանձնարարել եվրոպական գործընկերների հետ առաջիկա օրերին նախաձեռնություն մշակել Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության բանակցային լուծում գտնելու ուղղությամբ։ Իսրայել-Իրան հակամարտությունը չի մարում։ Հրթիռակոծվում են երկու երկրների մայրաքաղաքները։ Աշխարհի մի շարք պետություններ կրակի դադարեցման եւ բանակցությունները շարունակելու կոչեր են հնչեցնում։ Դրանց շարքերում նաեւ Թուրքիան։ Գազայում Իսրայելի գործողություններին կտրուկ դեմ արտահայտված Անկարան դատապարտող հայտարարություն արեց նաև Իրանի վրա հարձակման ժամանակ։ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, սակայն Թուրքիան այս հարցում Իրանի կողմնակիցն է միայն հռետորաբանությամբ, քանի որ կարծիք կա, որ Էրդողանը աջակցում է Իրանի դեմ հարձակմանը։ Դա ապացուցելը դժվար է, բայց կան հանգամանքներ, որոնք խոսում են այդ վարկածի ճշմարտացիության մասին, բացատրում է Արևելագետը։ Դա հետևյալն է, որ Իրանի ղեկավարությունը 3-4 օր հրապարակեց այն երկրների ցանկը, որոնք իրենց դեմ են գործում այս պատերազմում, եւ Թուրքիան ընդգրկվել էր դրա մեջ։ Սա Իրանի ղեկավարության գնահատականն է, եւ իրենք հավանական է փաստեր ունեն դրա հետ կապված։ Հայտարարել, թե Թուրքիան Իրանի թշնամին է, այս պահին ճիշտ չէ, ասում է Սաֆրաստյանը։ Այս երկրները մեկ դարից ավելի է կարողանում են պահպանել խաղաղ հարևանությունը, չնայած բազմաթիվ հակասություններին, բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե Իրանը պարտվի։ Եթե Իրանի թուլանալու գործընթացը շարունակվի, ես կարծում եմ Թուրքիան այստեղ ակտիվ դերակատարում կունենա, հենց ատրպատականի հետ կապված, գուցե նաև ուրիշ խնդիրների հետ։ Այնպես որ այն ժամանակ արդեն մենք կտեսնենք այլ Թուրքիա։ Թուլացած Իրանից Թուրքիան կցանկանա պոկել Ատրպատականը, բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Էրդողանը զգուշանում է քրդերից, որոնք արդեն իսկ Իրանում հայտարարել են անկախանալու ցանկության մասին։ Հազիվ Թուրքիան կարողացավ իր քրդերի հետ կամ կարողանում է, պարզեն չի, ոչ էլ կարողանա թե չէ իր քրդերի հետ, այսպես ասած, ինչ որ լեզուներ փորձում գտնել։ Եթե հիմա իրադարձությունները անկառավարելի դառնան Իրանում, դա ընդհանրապես Մերձավոր Արևելքը, այսպես վերիվ նոր իրավիճակ կստեղծի Մերձավոր Արևելք։ Դա շատ տանգավոր է, շատ երկրներն էլ մեծ տերություններն էլ նրանք էլ ես կարծում եմ կխուսափեն այն բանից, որ սկսի Իրանում գլուխ բարձրացնել այդ սեպարատիզմը, որովհետև հետևանքները անկանխատեսելի կլինեն։ Հիմա Սիրիան հազիվ կարողացավ ինչ-որ մի քիչ կարգի բերել, այդ էլ պարզ չի վերջնական։ Արևելագետի կարծիքով այս փուլում Ադրբեջանը Սյունիքի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերի։ Շեշտում է, Ատրպատականում թուրքական հատուկ ուժերի գործունեությունն ապացուցված փաստ է, ու եթե Իրանում սկսվի էթնիկ խմբերի անկախացում, շատ հավանական է, որ Թուրքիան կփորձի պոկել Ատրպատականը, որն էլ հետագայում կմիանա Ադրբեջանին, բայց դրան դեռ ժամանակ կա։ Դա իհարկե Հայաստանի համար վատագույն սցենարն է, մենք 3 կողմից կշրջապատվենք թուրքերով։ Հայաստանի համար դրական երևույթը կլինի այն, որ Իրանը պահպանվի որպես միասնական պետություն եւ Իրանը մեզ համար շատ կարեւոր է եւ մեր որպես տարանցիկ շրջան, տարանցիկ երկիր, որ մեզ կապում է, չգիտեմ, Պարսից ծոցի միջոցով տարբեր այլ ուղիների հետ եւ այլն, այսինքն Հայաստանի շահերից է ուղղակի բխում, որ Իրանը պահպանվի որպես միասնական պետություն։ Լինելով միջին պետությունների շարքից Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում որոշողի դերը ստանձնել։ Անկարային այս պահին Հայաստանում խնդիրներ պետք չեն։ Էրդողանը դեռ սպասում է։ Նրա գործողությունները կտեսնենք միայն, եթե Իրանը պարտվի, ամփոփում է Արևելագետը։